Բարև բոլորիդ, ահա և ես, հետևեք այս վլոգներին և շատ բան կսովորեք, կոնկրետ այս պահին սպիտակեղեն եմ կարում, ճիշտ ասած, կարի ասպարեզում սպիտակեղեն կարելը համարվում է շատ հասարակ բան, բայց ասեմ ձեզ, այդքան էլ հասարակ բան չի, որովհետև դերձակներ կան, որ տարիներով սխալվում են սպիտակեղեն կարելիս, սպիտակեղեն կարելը սիրում է շատ ճշգրիտ հաշվարկներ, Hello, 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 how are you? Hello, 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 how are you? Thank you, I am fine, la 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 la. Երկի շարունակությունը չեմ հիշում. Na 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 na. Բոլորիս ուրախ օր եմ մաղթում, լավ օր եմ մաղթում. Ամենակարևորը Աստծո ներկայությունը լինի ձեր կյանքում, Աստծո օրհնությունը լինի ձեր կյանքում։ Լորեցուս ասացի, մատներդ փուշ չմտնի։ Առհասարակ ես սիրում եմ իմ աշխատանքը, իմ մասնագիտությունը, ես աշխատանք չեմ համարում, որովհետև Աստված օրհնելա, այնքան շատ բաների եմ տիրապետում այս իմ գործի մեջ, այս իմ մասնագիտության մեջ, շատ խիղճս հանգիստ կարող եմ ասել արհեստ պլյուս արվեստ, որը որ ի հայտ է եկել իմ մոտ, մանկությանս շատ վաղ տարիքից, ոնց տեսնում եմ, այս վլոգս մի տեսակ ծանոթանալու գծով ա գնում, ահա, շատ սիրուն սպիտակեղենի կտորա, տեսեք, կարևոր չի ինձ համար, թե ում համար եմ կարում, ինչ եմ կարում, ես միշտ հաճույքով եմ անում, սիրով եմ անում, միշտ սեր եմ դնում մեջը, որպեսզի գործը լավ անեմ։ Այսինքն ուզեմ չուզեմ, սերը մեջը դրվում է, որովհետև բնականից իմ մեջ կա։ Իմ մասնագիտության մեջ ես միշտ ասել եմ, իմ ամենա այն հառահեղ պահը, երբ որ մարդիկ ուրախանում են, այդ տվյալ հաճախորդը, պատվիրատուն, որ արած գործը, արած աշխատանքը գալիս է ողջունի և ինքը նայում է, զննում է անթերի ճաշակով, շատ դեպքերում բաներ կա, որ ես հաճախորդի հետ չեմ համաձայնեցնում, ուղղակի իմ բնատուր տաղանդի շնորհիվ ինչ-որ շտրիխներ եմ ավելացնում ու ասեմ ձեզ, երբևիցե չեմ վրիպել, 99% մարդկանց դուր է եկել, որ ես տվյալ պատվերի, տվյալ աշխատանքի մեջ ինչ-որ շտրիխներ եմ ավելացրել։ Միշտ ինձ համար շատ հետաքրքիր է եղել ու կա այս մասնագիտությունը, մեծ բավականություն եմ ստանում, ասեմ ձեզ, ես հիմա ուղղակի նկարահանում եմ, դրա համար չեմ երգում, հենց սկսում եմ կարել,
Զուգահեռաբար սկսում եմ երգել։ Ժամանակ կար, որ ես համարում էի, ես գտնում էի, որ աղջկա համար կարել իմանալը առաջնային բան պետք է լինի։ Բայց ասեմ ձեզ, շատ ու շատ աղջիկներ, որ աչքով աչք չունեն, չեն սիրում կարելը։ Սիրեք կարելը, զբաղվեք, հետևեք այս իմ ալիքին, շատ հետաքրքիր բաներ կսովորացնեմ, կարող եք մեկնաբանություններում հարցեր գրել, դրանք ինձ կօգնեն, այդ հարցերը ինձ կօգնեն, որ ես հետագա ուսուցողական այդ պահը կողմնորոշվեմ, ինչ սովորացնեմ, ինչից սկսեմ։ Իմ մասնագիտության մեջ ես շատ ներդրվում է բնատուր, աստվածատուր, Աստծո կողմից ներադրվում շատ այսպես հետաքրքիր բաներ, որ կարևորը, որ ես միշտ համարձակ եմ, երբևէ չկա տենց աշխատանք, որ մարդիկ մոտենան ասեն դուք կարող եք այսինչ բանն անել ու ես ասեմ չէ, չեմ կարող։ Հիմնականում ասում եմ այո, կարող եմ։ Եվ միշտ լինում են դեպքեր, որ այդ տվյալ աշխատանքը առաջին անգամ է իմ առջևը դրվում եւ տարբեր աշխատանքներ, տարբեր ժամանակահատվածում մտածում եմ, պատահում է մի քանի օր ու գիշեր էսպես մտածում եմ, պատահում է անմիջապես էսպես կայծակնային հասկանում եմ ինչ պետք է անեմ, բայց սիրում եմ երկար մտածելու գործերը, որովհետև հասկանում եմ, որ հələ ուղեղս աշխատում է ու դա շատ լավ է, դա կօգնի ինձ երկար ապրելու, ես այդպես եմ գտնում։ Սիրեք ձեր մասնագիտությունը, կապ չունի թե ինչ ասպարեզի, ինչ մասնագետ եք, սիրեք, սիրով արեք ձեր գործը, որպեսզի մատուցված, չգիտեմ, ծառայություն ասեմ, թե լավ, մատուցված ծառայությունը, այսինքն ձեր մասնագիտության միջոցով արված գործերը մարդկանց ուղղակի ուրախություն պարգևեն։ Ուրախությունը նաև երջանկություն է։ Երջանկությունը միայն չի սահմանափակվում ընտանեկան թեմայի մեջ, երջանկության մեջ մտնում է տարբեր բաներից ուրախանալը։ Այսպես, այսքանը, այսօր այսքանը։ Կհանդիպենք։